Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն, այս տեսանյութում կցուցադրենք, թե ինչպես աշխատել տանկային ռոբոտի շարժիչների հետ, կառավարելով դրանց արագությունը։ Փորձը սկսելու համար մեզ անհրաժեշտ են արդեն հավաքված տանկային ռոբոտ։ Այն օգտագործվում է ուսումնական նպատակով և հնարավորություն է տալիս ուսումնասիրել միկրոկառավարիչների ծրագրավորումը։ Տանկային ռոբոտը կարող է կատարել տարբեր գործառույթներ, որոնցից են խոչընդոտներից խուսափելը, հեռակառավարումը և այլն։ Այդ գործառույթները նաև կարող են ընդլայնվել արտաքին մոդուլների միջոցով։ USB մալուղ նախատեսված է միկրոկառավարիչը համակարգչին միացնելու համար։ Համակարգիչ անհրաժեշտ է ծրագրավորման համար։ Arduino IDE ծրագիր ծրագրային ապահովում է, որն օգտագործվում է Arduino միկրոկառավարիչների ծրագրավորման համար։ Ապահովում է միջավայր կոդ գրելու, խմբագրելու, կոմպիլյացիայի, բանաքաղության և կոդը միկրոկառավարիչի մեջ ներբեռնելու համար։ Թե ինչպես հավաքել տանկային ռոբոտը կամ տեղադրել Arduino IDE ծրագիրը կարող եք տեսնել տեսանյութի նկարագրության բաժնում հղման տեսքով։ Փորձի ընթացքում աշխատելու ենք տանկային ռոբոտի միկրոկառավարման տախտակի և սենսորների միացման վահանակի հետ։ Միկրոկառավարման տախտակը տանկային ռոբոտի հիմնական կառավարման բաղադրիչն է, որը պատասխանատու է ռոբոտի բոլոր գործողությունների կառավարման, ծրագրավորման և գործառականության համար։ Այն ծառայում է որպես ռոբոտի ուղեղ, որը միացնում է բոլոր բաղադրիչները և ապահովում դրանց աշխատանքը։ Միկրոկառավարման տախտակն ունի միկրոկառավարիչ, թվային և անալոգային մուտքեր, էներգիայի մատակարարման միացումներ և հաղորդակցության միջերեսներ։ Սենսորների միացման վահանակը տանկային ռոբոտի կարևոր բաղադրիչն է, որն ապահովում է միկրոկառավարիչի և սենսորների, շարժիչների կամ այլ համակարգերի միջև կապը։ Այն օգտագործվում է տարբեր սարքերի միացման և դրանց միջև հաղորդակցության ապահովման համար։ Սենսորների միացման վահանակն ունի անալոգային և թվային արտաքին փիներ, լարման միացումների էներգիայի մատակարարման արտաքին փիներ, հողանցման արտաքին փիներ, հաջորդական հաղորդակցության մուտքեր և ելքեր, APC 220 փիներ և վերագործարկման կոճակ։ Շարժիչային վահանակը նախատեսված է շարժիչների միացման և կառավարման համար։ Շարժիչային վահանակն իր մեջ ներառում է միկրոսխեմա, արտաքին սնուցման մուտքեր, հոսանք կառավարող անջատիչ, կոնտակտային տերմինալային բլոկներ։ D11 և D13 կոնտակտային տերմինալային բլոկները պատասխանատու են B շարժիչի արագության և ուղղության կառավարման համար, իսկ D3 և D12-ը պատասխանատու են A շարժիչի արագության և ուղղության կառավարման համար։ Տանկային ռոբոտի հետ աշխատանքի ընթացքում անվտանգության կանոնների պահպանումը խիստ կարևոր է, քանի որ դրանք կարող են կանխարգելել ինչպես ֆիզիկական վնասները, այնպես էլ էլեկտրոնային սարքերի խափանումները։ Այդ իսկ պատճառով պետք է հետևել անվտանգության մի քանի կարևոր կանոնի։ Համոզվել, որ բոլոր միացումները ճիշտ են արված և միայն հետո միացնել էներգիայի աղբյուրը։ Ստուգել, որ բոլոր կապերը և միացումները ամուր են։ Ռոբոտը շարժման մեջ դնելուց առաջ համոզվել, որ ճանապարհն ազատ է խոչընդոտներից։ Ռոբոտի հետ աշխատելիս օգտագործել հարթ և անվտանգ մակերես։ Ձեռք չտալ ռոբոտի շարժիչներին կամ անիվներին, երբ ռոբոտը շարժման մեջ է։ Եթե սարքը ճիշտ չի աշխատում, նախ անջատել էներգիայի աղբյուրը, ապա հայտնաբերել խափանումները։ Եթե նկատել եք անսարքություն կամ կարճ միացման նախանշաններ, ծուխ կամ հոտ, անհապաղ անջատել ռոբոտը էներգիայի աղբյուրից։ Միայն բոլոր խնդիրները վերացնելուց հետո միացնել ռոբոտը։ Փորձն իրականացնելու համար բացում ենք Arduino IDE ծրագիրը։ Յուրաքանչյուր նոր բացված ծրագիր կոչվում է Sketch։ Այն պահպանում ենք Save As տարբերակով։
Ծրագրի մեջ տեղադրում ենք արդեն պատրաստի ծրագրային կոդը, որը տեղադրված է տեսահոլովակի նկարագրության բաժնում, հղման տեսքով։ Ստուգում ենք ծրագրային կոդը, սեղմելով Verify կոճակը կամ կիրառելով Ctrl+R ստեղնաշարային բանալին։ USB լարի միջոցով միացնում ենք միկրոկառավարիչը համակարգչին։ Միկրոկառավարիչը համակարգչին միացնելուց հետո ընտրում ենք Tools, Boards, Arduino Uno, այնուհետև Tools, Serial Board, COM հրամանների շարքը։ Ծրագիրը բեռնում ենք միկրոկառավարիչի մեջ, սեղմելով Upload կոճակը։ Արդյունքում ծրագիրն արտածեց հաղորդագրություն Uploading։ Սա նշանակում է, որ ծրագիրը փոխանցվում է միկրոկառավարիչին։ Բեռնումն ավարտվեց և ծրագիրը ցուցադրեց նոր հաղորդագրություն Done Uploading։ Սա նշանակում է, որ մենք արդեն կարող ենք ստուգել համակարգի աշխատունակությունը։ Ահա և մեր տանկային ռոբոտը շարժվում է առաջ, հետ, ձախ, աջ 2 վայրկյան ընդմիջումներով։ Ծրագրային կոդում կատարելով փոփոխություններ կարող ենք մեծապես ազդել տանկային ռոբոտի շարժման գործառույթների վրա, փոփոխելով շարժվելու ուղղությունների հերթականությունը, արագությունը և ընդմիջումների ժամանակը։ Փորձենք արագացնել ռոբոտի գործողությունները, փոփոխելով Delay ֆունկցիաների արժեքները, որը սահմանում է, թե որքան երկար պետք է մնա տանկային ռոբոտը յուրաքանչյուր դիրքում։ Ընթացիկ Delay ֆունկցիան տևում է 2 վայրկյան։ Ռոբոտի շարժումն արագացնելու համար փոխում ենք Delay ֆունկցիայի նշված արժեքը նոր արժեքով 2000 միլիվայրկյանը 500 միլիվայրկյանով։ Ռոբոտը սկսեց ավելի արագ շարժվել, ընդմիջումների ժամանակը կրճատվեց, հետևաբար ռոբոտն ավելի արագ կավարտի իր շարժումների ցիկլը։ Փորձի արդյունքում ձեռք բերեցին գիտելիքներ տանկային ռոբոտի շարժիչների և դրանց արագության և շարժման ուղղության կառավարման վերաբերյալ։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում հաջորդ տեսանյութում։